Հայաստանի Հանրապետության անկախացման առաջին եւ խորհրդային միության անկման վերջին քայլերը համընկան։ Այնինչ արգելվելով կուտակվել էր սովետական տարիներին 1988 թվականին 100,000-ների համախմբեց հրապարակում։ Պահանջը մեկն էր՝ Ղարաբաղ, եւ այդ վանկարկումը հայոց պատմությունը սկսեց նոր տողից։ Սակայն Հայաստանն իր նպատակի հետ միայնակ էր եւ բացի համախմբված ժողովրդից այլ օգնական չուներ։ Սահմանային բախումները թեժանում էին պատերազմի, իսկ երկրի ներքին կյանքում քաղաքական, իրավական ու բնական ցնցումները հաջորդում էին մեկը մյուսին։ Երկրաշարժի հիմնահատակ ավեր, հասարակարգի փոփոխություն, աղետյալ բնակչությանն օգնելու անկարողություն, զինված խմբեր, որ գործում էին ազատամարտիկի անունից հանցագործ նպատակով։ Հատկապես պաշտպանական եւ իրավական խնդիրների կուտակումը պահանջում էր հակընդդեմ գործողությունների անհապաղ ձեռնարկում։ Սահմանները պաշտպանելու համար հարկավոր էին զինված ուժեր, սակայն դեռ գործող խորհրդային սահմանադրությամբ զենքի իրավունք տրված էր միայն մեկ կառույցի՝ միլիցիային։ Հնարավորությունը մեկն էր՝ ընտրությունը ևս։ Հայաստանի իրավապահը պետք է լիներ նաև սահմանապահ։ Անհրաժեշտ էր կազմակերպել միլիցիայի ներքին զորահավաք, ձևավորել ջոկատներ, արտաքին եւ ներքին խնդրով ի պաշտպանություն ինչպես երկրի ու նրա սահմանների, այնպես էլ քաղաքացու եւ նրա իրավունքների։ 1990 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանի Հանրապետության մինիստրների խորհուրդը ընդունում է որոշում ներքին գործերի մինիստրության կազմում ստեղծել միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ, իսկ Երևանի ներքին գործերի վարչության կազմում միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ։ Դուք պատկերացեք ինչպիսի իրավիճակ էր տիմում ադրբեջանական օրորի, Բաքվի ջարդեր, Սումգայիթի դեպքեր, հուզախառը ժողովուրդ, խառնի ճաղանջ, հուսալքված, արդեն ժողովուրդը տեսնում է, որ Մոսկվայի կենտրոնական իշխանությունները իրանց անտեր են թողել, միտեղ ասում են 3 օր ուշացանք, միտեղ 5 օր ուշացանք, ջարդերա գնում եւ այստեղ մնում է հանրապետության ներքին ուժերը, դա միլիցիան էր։ Մինիստրերի խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրամանով ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեցին միլիցիայի կամավորականներից հատուկ նշանակության ջոկատներ։ Ներքին գործերի նախարարության բազայի վրա ստեղծվեց միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը, թվով 120 հոգի, իսկ Երևան քաղաքի ներքին գործերի վարչության բազայի վրա գոյություն ուներ արագ կողմնորոշման վաշտ։ Այդ վաշտի բազայի վրա հիմնականում ձևավորվեց միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատը։ Հատուկ ջոկատների համալրումը կատարվում էր ըստ բարոյական եւ գործնական հատկանիշների։ Խնդիր էր դրված համախմբել լավագույնների։ Հատուկ ջոկատայինը պետք է ունենար առանձնահատուկ պատրաստվածություն եւ մասնագիտորեն եւ ֆիզիկապես, ինչպես նաեւ ծառայության փորձ, հատկապես օդադեսանտային, ներքին եւ սահմանապահ զորքերում կամ ծովային հետևակում։ Երևի ժամանակահատվածն էր այնպիսին, որ մեզ ժամանակ չէր տալիս երկար բարակ մտածելու։ Մենք ընթացքից եւ պետք է սահմանները պահպանենք, ֆունկցիաները բաժանված էր եւ պետք է ներսի քրեական հանցագործությունների դեմն առնեինք։ 90-ականների սկզբին բանակային ստորաբաժանումների նախատիպը միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներն էին, քանի որ ի տարբերություն կամավորական ինքնաստեղծ ուժերի ձևավորվել էին պետական համակարգում որպես կանոնավոր զինված խմբեր։ Հետագայում այդ ջոկատները իրենց մարտական փորձառությունը փոխանցեցին նորաստեղծ բանակին եւ հիմնադիր նշանակություն ունեցան ներքին զորքերի կազմավորման գործում։ Հիմնականում այս բոլոր ջոկատները, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, այդ թվում նաև հատուկ գունդը, հիմք դրեցին հայոց բանակի եւ դարան հայոց բանակի առաջի զինվորները։ Եվ զուգահեռաբար նաև ներքին զորքերի հիմքը դրվեց, որոնց առաջի զինվորը գրվեցինք մենք, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները։ Օր ու գիշեր եւ հատկապես բարեկային ժամերին իրականացրած ծառայությամբ հատուկ ջոկատայինները կարողացան հաստատել կարգ ու կանոն հանցագործությունների դեմ պայքարի պատժիչ օղակը սեղմելով այնքան, մինչև որ վերջնականապես կայունանա իրավիճակ։ Հատուկ ջոկատայինները հատուկ առաքելությամբ գործուղվեցին նաև Հայաստանի տարբեր շրջաններ, պաշտպանեցին երկրի սահմանները եւ Ղարաբաղի ազատության իրավունքը։ Հայ-ադրբեջանական սահմանը 90-ականներին հակամարտության ճակատ էր։ Ադրբեջանցի օմոնականները գնդակոծում էին շրջակա գյուղերը, կրակի տակ պահում սահմանամերձ ցանկացած շարժ։
Ահաբեկելով թիկունքը Ադրբեջանը փորձում էր հուսահատեցնել անկախական այն շարժումը, որ ծավալվել էր Ղարաբաղում։ Զուգահեռ իրականացվում էր անօրինական զինյալների կամավորականների զինաթափման Կոլցո օպերացիան արդեն խորհրդային զենքով։ Կոլցոյի օղակում նաև միլիցիայի աշխատակիցներն էին, այդ օրերի սահմանապահները։ Դեպքերի օրագրության մեջ առաջինը Ոսկեպարն էր։ Այն սահմանամերձ գյուղ է սահմանապահ նշանակությամբ։ Այդ օրերին Ոսկեպարը ադրբեջանական վերին եւ ներքին Ասկեպարա գյուղերի միջև դարձել էր թիրախ եւ պարբերաբար գնդակոծվում էր։ Ինքնապաշտպանության շղթայում այդ օղակը ամրացնելու համար գյուղում կենտրոնացված էին միլիցիայի ուժեր եւ կամավորական խմբեր։ Հանդիման վտանգը որոշակիանում է 1991 թվականի մայիսի 1-ին, երբ գյուղից հեռանում է խորհրդային դասակը Ոսկեպարի անվտանգության հենագետը։ Չարագուշակ նահանջ էր, հաջորդող օրերին շարունակվում է գնդակոծումը, դադարում է մայիսի 5-ին, մեկ օր շունչ առնում դեպքերի հետագա փոթորկից առաջ։ Որոշում կայացրեցին, որպեսզի երեգավորներ տանեմ զինվորականների հետ, ժամանակ շահելու, որ մտածենք, թե գյուղը ոնց փրկենք։ Պահանջվում էր վայր դնել զենքը, ոչ մի զիջում։ Ուղղաթիռներն օդից խուզարկում էին գյուղը, որը խորհրդային բանակի օղակում սպասում էր իրադարձությունների ելքին։ Ոսկեպարը փրկելու համար որոշվում է ենթարկվել գեներալի հրամանին։ Միլիցիոներները կարծում էին, թե թյուրիմացություն էր եւ կշտկվեր, երբ հաստատվեր, որ իրենք անօրինական զենքով կամավորականներ չեն, բայց դեպքերի ընթացքը կանխորոշված էր այլ ուղղությամբ։ Բայց խաբեցին, այդտեղ արդեն ճանապարհ կա, ճանապարհով արդեն ոչ թե տարանտեղ, այլ ուղիղ Ղազախի միլիցիան։ Արդեն մեզ տեղափոխեցին ուղիղ Ղազախի միլիցիա։ Նրանք հետագայում, երբ քրեական շինծու մեղադրանքներով հայտնվեցին ադրբեջանական բանտերում, հանդիպեցին հայրենակից այլ գերիների։ Այդ պատմության արյան հետքերը տանում են դեպի մոտակա լեռը։ Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն էր, հիմնական ճանապարհը նշանառության տակ էր, միլիցիայի ավտոբուսը մարդատար մեքենայի ուղեկցությամբ ընտրում է լեռան ճանապարհը եւ վերուվար արահետներով ընթանում Ոսկեպար։ Ժամանակին մենք չիմացանք ինչ ա պատահել, անցավ երևի վայրիկյանները սկսվեցին կրակոցներ։ Մահվան ու կորստի րոպեներ անց հնչեց հրաման, իջնել մեքենայից առանց զենքերի։ Ողջ մնացած միլիցիայի աշխատակիցներին Ոսկեպարից տեղափոխեցին Ղազախ, հետո Կիրովաբադի բանտ։ Շատ դաժան միջոցներով են պահել, 6 օր կարան բոլորն էլ վկայեն, 6 օր ոչ մի գրամ ջուր չեն տվել խմելու, մի կտոր հաց չեն տվել։ Հայաստանի իշխանությունները սկսել էին բանակցություններ, օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները՝ միջնորդություն, փոխանակում, նույնիսկ կաշառք, միայն թե տղաները փրկվեին։ Ի վերջո գերությունից նրանք վերադարձան։ Վերջին խումբը 100 օր անց։ Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը զոհվեցի միլիցիայի 12 աշխատակից եւ 2 բնակիչ, Սև լուրը ցնցեց մարդկանց։ Ծանրացավ լռության րոպեն։ Կորստի այդ օրերը նաեւ սխրանքի օրեր էին։ Մինչ Ոսկեպարը բախտի եւ գեներալի քմաճույքին վաղվա անորոշ օրով էր, մի խումբ շարժվում էր դեպի Կոթի գյուղ։ Օպերացիան ջոկատի հրամանատար Երանոս Մելքոնյանն անվանել էր Մարլեզոնյան բալետ։ Եկանք այդ գյուղամեջը նախագան, եկավ ծանոթացանք սրա հետ, մեկ էլ մտան միլիցեկ էին։ Եկան, մենք նստեցինք մեքենան, շարժվեցինք դեպի մեր եկած այդ նույն տեղը։ Մայրիկը մնաց, ասեց, заключительная часть Մարլեզոնского балета, ու այդ մոմենտին մենք հասանք վեկալանք սրանց։ Ադրբեջանցի օմոնականներից մեկը Մահմեդը, այս տեղեկությունների Ղազախի շրջանի ռայկոմի քարտուղարի ազգականն էր։ Նրա եւ ընկերոջ Նասիմի փոխանակությամբ տուն վերադարձան 44 հայ գերիներ, այդ թվում նաեւ նրանք, ովքեր Ոսկեպարում խորհրդային զինվորի ձեռքով ադրբեջանցու ձեռքն էին ընկել։ Եվ ոչ միայն։ Մարլեզոնյան բալետը նաեւ Կորնիձորից եւ Շորնուխից կերվածների ազատարարներ։ Նախընթաց դեպքերը վերստին Կոլցո օպերացիայի շրջանակում էին, այս անգամ Սյունյաց ուղղությամբ։
Նույն մայիսն էր, նույն հրամանը, քայլերի ծանոթ հերթականությամբ։ Որպես օպերացիայի նախաբան, Կորնիձորում տեղակայված խորհրդային դասակը լքում է դիրքերը։ Իրավիճակը թելադրում էր ուժերի կենտրոնացում, բնակիչների անվտանգության նկատառումով եւ գյուղ են գործողվում հատուկ ջոկատայիններ, զենքի նույն այն իրավունքով, որ թույլ էր տալիս զենք կրել նաեւ խորհրդային զինվորներին։ Столкнувшись с сотрудниками милиции, которые не оказывали никакого сопротивления, абсолютно наоборот, майор, руководитель, вышел на переговоры, в беседе доказал, что это действительно милицейское подразделение, были представлены соответствующие документы, и вооружены они соответствующим табельным оружием. Несмотря на это, они были задержаны и вывезены на территорию Лачинского района. Կորնիձորում ձերբակալվում է 11 հատուկ ջոկատային, հաջորդը շուրնուկն էր, որտեղ եւս խորհրդային զինվորները անօրինական զինյալների հետքով շուրջ կալի մեջ առան միլիցիայի 4 աշխատակցի։ Այստեղ կանգնած էին մոջի տղաները, մի քանի հոգի կանգնած էին առանց զենքի, իրենց ֆորմաներով, նրանց վրա պայթուցիկ ծրար գցեցին, այնուհետև սկսեցին ավտոմատներից կրակահերթեր ուղարկել նրանց վրա։ Մենք սկզբից իմացանք, թե բոլորին սպանեցին տղաներին, բայց հետո պարզվեց, որ նրանք պարզապես կողքերն են կրակել եւ հետո տղաներին վերցրել են, իրենց հետ տարել են։ Եվ այդ դեպքերի սև օրը։ Շուրնուխի հերոստաշտարակում հրդեհ էր։ Ծխի հետքով միլիցիայի աշխատակիցը շտապում է դեպքի վայր եւ տեսնում, որ վառվում է ռադիոկապի մեքենան։ Քայլ որոշակի անում են նախընթաց դեպքերը։ Սպանված երիտասարդը Սարգիս Քոլոզյանն էր, խորհրդային համազարգի առաջին զոհը Սյունիքում։ Մայիսյան օրերը բախտորոշ էին նաև Երասխում։ Այստեղ ադրբեջանական բարձրադիր դիրքերը հսկում էին Սյունիքն ու Վայոց ձորը Երևանին կապող մայրուղին։ Ցանկացած շարժ ենթակա էր գնդակոծման։ Ճանապարհի ամայությամբ ադրբեջանցիները ձգտում էին Հայաստանի հարավային շրջանները զրկել թիկունքից, Երևանից եւ խափանել օգնության առաքումն այդ ուղղությամբ։ Երկրապահներն արդեն սկսել էին մարտերը, բայց հիմնականում հեռահար։ Գլխավոր հարվածի թափն ու ուղղությունը դեռ մշակվում էր, որպես համալրում 1992 թվականի մայիսի 1-ին Երասխը գործողվում միլիցիայի զրահագումարտակը։ Հրամանատարությունը հանձնարարվում է Արամ Հակոբյանին։ Նրա ենթակայության տակ բացի զրահագումարտակից կար նաև հրետանային ջոկատ 5 հրանոթով եւ 1 զրահամեքենա։ Մարտերը սկսվում են մայիսի 9-ին, պատմական 8-ի Շուշիի ազատագրման հաջորդ օրը։ Ուղիղ ժամը 5:00-ին ես զրահտեխնիկայով եւ անձնակազմով ամբողջ ուժերով այս տարածաշրջանը, որը մոտավորապես 2 կիլոմետր հատված է իրանից ներկայացնում, անցանք մարտական գործողությունների։ Ժամը 7:30 դիրքերը մենք վերցրեցինք։ Հաղթանակը սակայն վերջնական չէր։ Հաջողությունը դիրքավորել հնարավոր չի լինում, քանի որ ադրբեջանցիները դիմում են համալրված հակագրոհի եւ կարողանում վերադարձնել նախկին հենակետերը։ Եվ վերստին ժամանակավոր հայկական կողմը ժամը 10-ին կրկնում է գրոհը եւ կես ժամ անց ադրբեջանցիներին ստիպում կրկնել նահանջը։ Դիմացի այն վերևի սարից սկսեցին կրակել գնդացիրով եւ մեր տղաները չէին կարողանում դիրքավորվել։ Սնայրադը, որով ես կրակեցի նրա վրա, տրակեց նրա մոտ եւ նա այդ ուդար հարվածային ուժից թռավ օդ, իր գնդացի հետ միասին եւ գլորվեց դեպի Նախճեվանի սահմանը։ Մայիսի 10-ին Երասխի ճանապարհն արդեն անվտանգ էր, առանց ադրբեջանական վերահասկրակի։ Վարդենիսի շրջանի տնտեսական նշանակությունը ոսկով էր գնահատվում։ Այնտեղ գտնվող զոդի ոսկու հանքերը կենսական էին պատերազմող Հայաստանի համար, սակայն արդյունահանումն ընդհատված էր։ Ադրբեջանցիները գնդակոծություններով անհնարին էին դարձրել շարժը հանքերում։ Անհրաժեշտ էր դրանք ազատել կրակի օղակից։ Մեր ջոկատը եկավ տեղակայվեց այստեղ եւ ստացված, ասենք, առաջադրանքների հիման վրա սկսեցին գործել։ Առաջին հերթին ուրեմն մաքրեցինք ոսկու հանքերի կողմ ադրբեջանցիների կողմից բոլոր ոտնձգությունները իրենց հետ շպրտեցինք եւ ոսկու հանքերը սկսեցին նորմալ աշխատել։ Քոչվորների առաջապահը դեռ հնուց եղել են նրանց նախիրները, որոնք արածելով մտել են նոր արոտավայրեր, իսկ վերահաս քոչվորներն էլ նվաճել են նախիրն արածեցնելու իրավունքը։ Վարդենիսի շրջակա արոտավայրերը եւս ադրբեջանցիները հռչակել էին հայրենիք։
Իմ հիմնական ջոկատի մեծ մասին տեղակայել եմ այդ տարածքում եւ ինքս մի հատ մարտիկի, ասենք Սարգսյան Գրիդոնի հետ անցել եմ Թշնամու թիկունքը, մոտավորապես մի 2 կիլոմետրի սահմաններում գնացել եմ, այնտեղ ուրեմն ինչ որ պետք էր հետախուզական նպատակով տվյալները բոլորը հավաքել եմ եւ ասենք հետ վերադառնալուց Թշնամու կողմից նկատվել եմ, նրանք փորձել են մեզ գերի վերցնել։ Երկուսով դիրքավորվում են տասնյակների դեմ, բայց առանց ելքերի դիրքը երկար պահել հնարավոր չէր։ Լրացուցիչ ուժեր էին հարկավոր, որոնց Արմեն Պապյանն օգնությանը կանչում ազդանշանի միջոցով։ Տորն էլ հենց հրաման ստացվեց հարձակվել ու տարածքը մաքրել, ինչը որ մեզ հաջողվեց։ Հետախուզության գնացած Գարիկ Բաղդասարյանը իր խմբով ընկնում է Թշնամու դարանը, որտեղ եւ հերոսաբար զոհվում է։ 10 օր հետո ինձ օգնության եկած Վարդան Բալասանյանը զոհվեց նույնպես մարտում հերոսաբար։ Վարդենիսի շրջանում դրությունը կայունանում է եւ այլևս չի խախտվում որևէ հավակնությամբ, ոսկի լինի թե արոտ։ Ներքին կայունության եւ սահմանային անվտանգության խնդրով հատուկ նշանակության ջոկատը նաեւ ազգային ճակատում էր։ Նրանցից շատերը Ղարաբաղն ազատագրելու կամքով կամավոր դարձան եւ մեկնեցին պատերազմ։ Մենք ազատագրել ենք Ումուդլու Զագլիկ գյուղերը, աջակցել ենք նաեւ մյուս գյուղերի ազատագրմանը եւ ընդհանրապես Մարտակերտի շրջանի ազատագրմանը։ Այդ մարտական ուղուց մի դրվագ 1992 թվականի հուլիսին մարտեր էին ընթանում Մարտակերտի շրջանում։ 43 զինվորից բաղկացած ջոկատը պետք է անցներ Սարսանգի ջրամբարը եւ մտներ Ումուդլու գյուղ։ Առաջի տունն էին գրավել, պետք է նորից Երման դիրքեր գնայինք։ Ազերիների դիրքը ավելի հարմար էր, նրանք ավելի բարձր կետում էին գտնվում ու ստիպված բաց դաշտի մեջ սողալով պետք է անցնեինք այդ նույն հատվածը, ինչը որ եկել էինք։ Հարկավոր էր սողալով անցնել 50 մետր, թվաց շատ երկար, քանի որ բաց դաշտ էր եւ հարմար թիրախ։ Շրջվեցի, որ պետքա սողամ, երկրորդը խփեցին արդեն իմ այս դիրքով։ Այս դիրքով ոտքից ստեղին կպավ։ Ստեղին կպավ, զգացի, որ ինձ վրա է գալիս ամբողջ կրակահերթը, սենց գլորվելու, նորից ընկա արտերի մեջ։ Լսում են զինակցի Արմեն Պապյանի ձայնը, ով ճանապարհին կից դիրքավորվել էր եւ գնդացրի պաշտպանական կրակով օգնում էր ջոկատին անվտանգ վերադառնալ ելման դիրքեր։ Գնդացիրը հենց աշխատում էր, մենք փորձում էինք սողալ ու այդ մի փոքր հատվածը, որ պետք է անցնեինք, այն հատվածով, որ թեքվեինք, որ մեր ելման դիրքն էր, Պապյանի օգնությամբ այդ հատվածը անցանք։ Մանևրն իրականացվում էր հաջողությամբ։ Հիմնական ուժերի գրողը ադրբեջանցիներին ստիպում է լքել ծանր տեխնիկան եւ դիմացի սարով նահանջել։ Ազատագրվում է հաթերքը եւ շրջակա այլ գյուղեր։ Միլիցիայի հատուկ ջոկատայինների մարտական ուղին ընթացել է հայկական ուժերի հարվածային բոլոր հիմնական ուղություններով։ Ի թիվս որոնց դեպի Լաչին, Շուշի, Աղդամ, Քելբաջար, Ֆիզուլի, որտեղ հիմնել են Անի Ադանա դիրքը Արամ Հակոբյանի հրամանատարությամբ։ Ղարաբաղի նոր կյանքը հառնեց կյանքի գնով։ Միայն միլիցիայի եռաբլուրում հանգչում են մոտ 150 աշխատակիցներ, որոնց հիշատակը ժամանակով չի չափվում։ Նրանք մեր լավագույն ընկերներն էին, մեր լավագույն միլիցիայի աշխատակիցներն էին, ներկայիս ոստիկանները, որոնք իրենց սուրը փառքով դրեցին պայծյան, նրանցից շատերը դարձան հուշարձան այսօր, եւ մենք ներկա սերունդը, ովքեր շարունակում ենք աշխատել ոստիկանությունում, նրանց հիշատակը մշտապես վառ ենք պահում մեր սրտերում։ Պատերազմի ավարտով ավարտվեց նաև հատուկ ջոկատի առանձնահատուկ առաքելությունը։ Ջոկատը որպես ոստիկանական համակարգի առանձին միավոր դադարեց գործել։ Խաղաղության տարիներին արդեն նախկին հատուկ ջոկատայինները իրենց հատուկ կարողություններն իսպազ դրեցին երկրում ներքին կարգի պահպանմանը։ Մի մասն էլ դուրս եկավ համակարգից։ Երբևէ դիրքերը չլքած մարտիկներից շատերը ստիպված հեռանում էին հայրենիքից։ Հիմնական պատճառը սոցիալական խնդիրների դեմ անզորությունն էր եւ չկար մի կառույց, որ հոգար նրանց մասին։ Եվ ես տեսնելով իմ մարտական ընկերների այդ հիասթափությունը, այդ հուսալքությունը, այն հայրենիքում, որոնք որ իրանք այդ հայրենիքի անկախության ջատագովն են եղել, փոխարենը տիրոջ իրավունքով քայլեին այս հողի վրա ամուր, խալխլված մի մաս արտագնա աշխատանքի հացի խնդիր լուծելու համար լքում էին հայրենիքը եւ այլ եւ այլ։ Տեսնելով այս բոլորը որոշեցինք 2000 թվականին ստեղծել միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միություն։
կուտակվել էին խնդիրներ եւ նախ իրավական բնույթի։ Վետերանները, որ կռվել էին պատերազմի բախտորոշ ճակատներում եւ եղել Ղարաբաղի ազատության զինվորը բաց դաշտում, հաստատի զրկված էին մարտական անցյալից, քանի որ չունեին պատերազմի մասնակցի կարգավիճակ։ Կարողացանք բուհեբուհական համակարգում սովորող մեր երեխաներին դիմել, խնդրել, որպեսզի կիրառվել զեղչային համակարգ արեցի